Դավիթ, Դավիթ, Էմ կաջան հեռու չգնաս։ I don't know if this is fate or an accident. Ինչ։ Մեր հանդիպումը արդեն այս որերորդ անգամն մենք իրար տեսնում ենք։ Չհասկացա։ Դու տեղում չես, մտքերով լրիվ ուրիշ տեղ ես։ Ճիշտն ասած ուզում եմ խոսակցության թեմա բացեմ, բայց սուր հարմար չի, հա։ Հուսով եմ չեմ խանգարում։ Բացարձակ։ Լարված ես։ Շատ։ Արի քեզ օգնեմ։ Չէ, չեք կարող։ Յոգան միշտ ինձ օգնում է։ Ստրեսն ու լրիվ լարվածությունը մարմնի մեջից հանում է։ Փորձի, շատ լավ է։ Չեմ կարծում, որ լավ գաղափար է։ Արի փորձենք, ինձ միշտ օգնում է։ Եթե չօգնի, չենք շարունակի։ Լավ։ Արի փորձենք։ Հա։ Հիմա նստում ես իմ նման, լսում ես մենակ իմ ձայնը։ Այսպես։ Արի։ Take a nice big breath. Stretch out your arms all the way. Bring close to your chest. Ես պարտադիր է անել։ Այո։ Մի լարվի։ Սկսենք։ Լավ գնացինք։ And 1, 2, 3. Գնանք, Ալեքս։ Չէ։ Չեմ կարող քեզ կրկիցս բաց թողեմ։ Ալեքս, այսօր իմ տանը սուք է, ես չեմ կարող մնամ։ Հա, հասկանում եմ, բայց ես էլ չեմ կարող քեզ բաց թողեմ։ Ես էլ եմ ուզում քո մոտ մնալ։ Ուզում ես մնալ ընդմիշտ։ Ընդմիշտ։ Գիտես որ անհնար ոչ մի բան չկա, եթե մի բան շատ ես ուզում։ Տենց մի ասա, որովհետև ես կսկսեմ հավատալ ու սպասել դրան։ Ես երջանիկ եմ քո հետները։ Ալեքս։ Ես
Papi ջան, բարը դուրս ես։ Անայ ջան, ուրախ եմ քեզ տեսնեմ։ Ամեն օր մատակարարվող թարմ սնունդ, ֆիզիկական վարժություններ, խաղեր, անվճար տրանսպորտային փոխադրում։ Մենք կարող ենք ձեզ օգնել նաև SSI Section 8 low-income փաստաթղթերի ձևակերպման հարցում։ Ձեր անհոգձերության կազմակերպումը վստահեք մեզ։ Healthy Solutions առողջապահական կենտրոն։ Զանգահարեք, անձամբ կպատասխանեմ ձեր հեռախոսազանգերի։ Healthy Solutions։ Տարեսների խնամքի Անփոխարինելի կենտրոն։ Distractions. They're a part of our everyday life, but some can be more devastating than others. In a split second, an unexpected car accident can result in traumatic neck and back injuries. But thankfully, there's the Advanced Chiropractic Wellness Center, led by Dr. Maureen Papazian, who specializes in chiropractic treatments for car accident victims. Using the latest techniques and equipment, the Wellness Center is one of the best chiropractic rehab facilities in the Valley. If you're in pain, give us a call today. Փնտրում եք ընտանեկան գողտրիկ անկյուն կամ օջախ, համեցեք նորաբաց Արարատ ռեստորան, ամենօրյա երաժշտություն, նորացված ազգային խոհանոց, 6430 San Fernando Road, Glendale, նախկին Մառան ռեստորան, սպասում ենք ձեզ։ Brand Surgical ինստիտուտը ներկայացնում է ամենավերջին նորարարությունը՝ էնդոսկոպիկ ինտրագաստրիկ բալոնավորում, ավելորդ քաշի ձերբազատում առանց վիրահատական միջամտության, նիհարեցնող դեղահաբերի եւ սպիների, Անժել Սամվելյանի ղեկավարությամբ եւ բարձրակարգ վիրաբույժ Սերգեյ Լյասի գլխավորությամբ մեր մասնագետները կօգնեն կարճ ժամանակում ձերբազատվել ավելորդ քաշից։ Ես պատրաստ եմ օգնել ձեզ։ Գործում է անվճար խորհրդատվություն։ Վերջապես, Glendale Funeral Home-ը եւ Attorney Valley Memorial Park-ը հպարտությամբ տեղեկացնում են, որ երկար աշխատանքներից հետո իր վերջնական տեսքը ստացավ Սանտա Կլարիտայում գտնվող Սարդարապատ հուշահամալիրը։ Հայրենիքից մի պատար օտարության գրկում։ Այստեղ առաջարկվող հողատարածքները շուկայականից անհամեմատ մատչելի են։ Կան հարցեր, զանգահարեք 818 570 23 43 Attorney Valley Memorial Park։ Աստղո ինչ լավ է եկար, ես մտածեցի ուշ կգայր այսօր։ Ես էլ այդպես կարծում, բայց Տիկին ամեն շուտ տուն ուղարկեց։ Հա, ամեն ինչ նորմալ է այնտեղ։ Այնքան լարված իրավիճակ է, չես պատկերացնի։ Ինչի։ Չգիտեմ։ Կարծես Դավիթն ու Լեոն վիճել են։ Շատ լարված իրավիճակ է։ Դավիթը շատ ծանր վիճակում է։ Ինչի, հիմա ինչ ա եղել։ Ինչքան հասկանում Սոնայի համար։ Դե Սոնան հղի էր, չէ։ Այ Աստղո, ասել էիր, որ այդ աղջիկը հղի է։ Դե գիտես, տենց առանձնապես ուշքս չէր գնում իր համար, բայց դե աղջիկ էր, ջահել էր, էլի մեղք էր, թող ապրեր։ Բայց չգիտեմ ինչի Լեոն Դավիթին է մեղադրում։ Ոնց թե, բայց Դավիթի ինչ մեղավոր է, չեմ հասկանում։ Այս պահին իրանք պետք է իրար կողքի լինեն։ Ոնց կարան իրար հետ վիճեն։ Չգիտեմ, ես չեմ լսել, տենց հատուկ են բառեր են ինձ ասել։ Դե գիտես ոնց ա եղել։ Սոնան ու Դավիթը խոսել են իրար հետ։ Հետո Սոնան քշել է ու այդ պատահարն է տեղի ունեցել։ Դե հիմա հասկացի, մեղավոր էր, թե մեղավոր չէր, ես ինչ գիտեմ։ Իսկ դու գիտես հիմա Դավիթը որտեղ է։ Ոայ բալես այնքան շատ հարցեր ես տալիս, ես ինչ իմանամ Էլեն ջան։ Գնորես աստղակի, մտածեցի, եթե մի բանով կարամ օգնեմ։
Ալեքս արդեն շատ ուշ գնանք։ Ասա որ վաղն կգաս։ Ասա որ վաղն կհանդիպենք։ Ես չգիտեմ վաղը մեր տանը ինչ իրավիճակ կլինի։ Նորը խեղդվում եմ առանց քեզ։ Ես էլ գիտեմ, որ ես ամեն ինչը սխալ է, բայց էլի ուզում եմ անեմ։ Մի մտածի ոչ մի բանի մասին։ Արի գնանք։ Կգնանք մի 5 րոպեից։ Վախենում եմ հեռախոսս միացնեմ։ Մոռացի ամեն ինչի մասին։ Թող մի քիչ էլ վայելեմ քո ներկայությունը։ Դու ինձ ստիպում ես ես ամեն ինչի մասին մոռանամ։ Մոռացի ամեն ինչի մասին։ Պետք է վերեցի խանութից, Օք։ Ասում եմ ինչ որ պետք է վերեցի խանութից, ես ինչ ես սենց մտքերի մեջ, ինչ ես մտածում։ Հելեն։ Ինձ թվում է Դավիթը հիմա շատ վատ վիճակում է։ Դու հələ Դավիթի մասին ես մտածում։ Չէ, ես Դավիթի մասին չեմ մտածում, ուղղակի իմ սիրտս վկայում է, որ ինքը հիմա շատ վատ է։ Ուզում եմ զանգեմ, ուղղակի ամաչում եմ։ Դե ինչ կա այդտեղ, շնորհք կա, ուզում ես զանգի։ Ուղղակի որ ես իրան մի անգամ զանգել եմ, չեմ ուզում իմանալ տպավորություն լինի, որ ես ուզում եմ իր հետ խոսամ, կամ այտենց մի բան։ Սկյուրիկ։ Բայց սիրտս զգում է, որ մի բան են չի։ Համ ուզում եմ զանգեմ, համ չեմ ուզում զանգեմ, համ ուզում եմ իր կողքը լինեմ, համ էլ չեմ ուզում, որտեվ Էլեն, հանգստացին է բալիս։ Բայց հիմա ինչ անեմ։ Լավ ուղեղիցս հանում եմ։ Всё։ Էլեն, ինձ ուղղակի թվում է դու սիրահարվել ես։ Աստղո։ Ես այդ անտաշին ոնց կարամ սիրահարվել։ Դե որ այդքան մեկի մասին մտածում են ու այդքան անհանգստանում իր համար, այդ հենց այնպես չի լինում, ինչ որ բան դա նշանակում է, Էլեն ջան։ Չէ, դու չես հասկանում, ուղղակի որ ինքը վատ վիճակում է, ես այդ դրա համար էի տենց մտածում։ Էրնեստ, ես էլ տուն եկար։ Քիչ առաջ։ Ով։ Ես բա ուր երեխեքը տանը չեն։ Լեոն իր սենյակում է, բայց Դավիթը հետը վիճեց ու տանից դուրս եկավ։ Նարեն էլ ինչպես միշտ հեռախոսը անջատել է։ Դավիթ որ գնաց։ Չգիտեմ, Երանի թե ասեր։ Չէ, ես ամեն ինչի ինձ սկսում արդեն նյարդայնացնել։ Ինձ էլ վախեցնել։ Ես ես ամեն ինչին վերջ կդնեմ։ Երանի։ Ու հենց հիմա։ Երանի։ Ալո։ Դու երբ որ ուզենաս ինձ զանգել, զանգի։ Պետք չի դրա համար այդքան մտածել։ Ինչ։ Ասում եմ, երբ որ ուզում ես ինձ զանգել, զանգի։ Մի մտածի, ես առիթից օգտվողներից եմ։ Բայց ես քեզ չէի ուզում զանգեի։ Ուզում էիր։ Դավիթ։ Կարող եմ միանաս ինձ։ Ուր կամ։ Ես քեզ հեսա հասցենք ուղարկեմ։ Ոնց հիմա։ Հետևիցդ մեքենա ուղարկեմ։ 5 Բայց ուղիղ 5 րոպեից պատրաստ եղի։ 5 րոպե։ 5 րոպե։ Բայց ես քեզ չէի ուզում զանգեի։ Ուզում էիր։ Դավիթ։
Ես Դավիթի մոտ եմ գնում։ Cracking Crab ծովային ամենահամեղ ուտեստների ռեստորանը իր հյուրընկալ դռներն է բացում ծովամթերքի սիրահարների առաջ։ Cracking Crab անկրկնելի կերակուրներ պատրաստված հմուտ խոհարարների ձեռքով, գարեջրի լայն ընտրանի, կարճ այցելությունների համար առկա է նաև բար։ Cracking Crab դարձրեք ձեր ընտանեկան, գործնական կամ անհատական հանդիպումները անմոռաց։ Cracking Crab 2256 Հանալոլու ավենյու։ Այցելեք, մենք սպասում ենք ձեզ։ Ձեր տան կամ բնակարանի դռներն ու պատուհանները անմխիթար վիճակում են, հոգ չէ, շուկայի առաջատար Frontier Windows and Doors ընկերությունը ներկայացնում է հատուկ առաջարկ։ Տեղադրեք 10 պատուհան ընդամենը $3,950, 36 ամիս 0% financing։ Տեղադրելով մեր Vinyl Double and Triple Paint պատուհաններն ու դռները, դուք ձեր բնակարանը կդարձնեք գեղեցիկ եւ թանկարժեք։ Լաս կխնայեք էլեկտրաէներգիա։ Մինչև որևէ այլ տեղ դիմելը համեմատեք գները մեզ հետ։ Մենք ընտրեցինք լավագույնը։ Հեռախոս 818 478 0074։ Արիգակտային համակարգերի առաջատար LA Solar Group-ը ընդլայնելով իր գործունեությունը այժմ մասնաճյուղ է բացում Las Vegas քաղաքում։ Եվ այսպես, Las Vegas-ի մեր հայրենակիցները արդեն հիմա կարող են առանց ժամանակ եւ տարածություն հաղթահարելու սկսել իրենց խնայողությունները։ Մոռացեք հոսանքի բիլի մասին LA Solar Group-ի շնորհիվ։ Ոչ մի սպասում հաստատմանը, $0 կանխավճար, $0 միացումների համար։ Լեո, ինձ մենակ թող։ Կթողնեմ տղա ջան, բայց խոսելուց հետո։ Խոսել չեմ ուզում։ Լեո, պապ, հասկացի որ խոսել չեմ ուզում, ի վիճակի չեմ։ Ես ուզում եմ մի քանի բան ճշտել։ Առաջինը Սոնայի հոգեհանգստի հետ կապված է։ Սոնայի հոգեհանգիստը իմ համար է։ Ու բան չկա ճշտել։ Բայց տենց ոնց կլինի։ Մենք մեծ շրջապատ ունենք, ընկերներ, բարեկամներ, հարազատներ, բոլորն իմացել են, կգան։ Ես ոչ չեմ կարող այդ մարդկանց ասել՝ մի եկեք։ Պապ, դու գիտես, ինչ ուզում ես, ոնց ուզում ես։ Բայց ես չեմ ուզում մարդ գա։ Հա, բայց ինչ բայց, պապ։ Սոնան իմ կինն է։ Ու ես ուզում եմ իր հետ մենակ մնամ։ Ուզում դրա իրավունք ունեմ։ Լավ տղա ջան, լավ, այդ մասին դեռ կխոսենք, կհասկանանք։ Իսկ հիմա ուզում եմ ես ուրիշ բան հասկանալ։ Ինչ կա քո ու Դավիթի միջև։ Դավիթի անունը չտաս։ Չեղավ։ Ասեցի չտաս։ Դավիթը քո աղբերն է։ Դավիթը իմ թշնամին է։ Կգժվեմ ես։ Ես ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում։ Խելքդ թրծրել ես։ Ոնց կարող ես աղբորդ մասին նման բան ասես։ Ոնց։ Էլ տենց ման չլսեմ։ Ես էլ քո համար 5 տարեկան երեխա չեմ, որ վերես գոռաս, ես էլ ձենս կտրեմ։ Ես կորցրել եմ աղբորս։ Կանգաս ու երեխուս։ Դե հերիքա։ Հերիքա հիմար բաներ դուրս տաս։ Ես ուզում եմ ճիշտ իմանալ, ես ճիշտն ասա։ Ինչ ես ուզում, որ ես ամեն անգամ կրկնեմ, մեն ինչ սպանում է, ցավացնում է։
Լեո խոսիր, լսում եմ։ Անունը չեմ ուզում տա։ Սիրածը տղեն, որ այդքան պաշտպանում ես։ Աչքեր դրեք կնոջս վրա։ Ինչ։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Այդ անհնարը Դավիթը նման բան չեր անի։ Արելա։ Առիթից օգտվերա, որ ես հեռու եմ եղել ու զոնային առաջարկել։ Տղետ։ Նույնիսկ բարձրաձայն նման բան չասես։ Ինչի։ Ճիշտը դա հաջա։ Ես Դավիթին վաղուց պետք է սպանացել եմ։ Բայց չեմ սպանում։ Գիտես ինչ։ Որովհետև սպասում եմ։ Շատ մեծ սպասում։ Ոնց էլ չլինի մի օր էլ ինքը կսիրահարվի։ Ձեռը բռնած կգատու։ Այդ ժամանակ ես իմ անելիքը գիտեմ։ Կաշվի վրա պետք է ինքը զգամ։ Մղկը տալու է։ Լակոտ։ Ուշքի արի։ Ուշքի արի, դու հասկանում ես ինչ ես խոսում։ Եթե քո համար դժվար է այս ամեն ինչը լսել, պատկերացրու իմ համար ինչա։ Հասկացի։ Երբ որ դեպքը եղավ, Սոնան ինձ էր զանգել։ Լացակումած հետս խոսում էր։ Տեղը չէր գտնում։ Պատմում էր, թե տղետ ոնց է։ Չէ, տանհնար է։ Իստեղ հաստատ այդ թուրիմացություն կա։ Ինչ թուրիմացություն։ Ինչ թուրիմացություն, բա։ Մոկ։ Հասար արդեն բալես։ Չէ, դեռ ճանապարհին եմ։ Բայց ում հետ ես գնում Էլեն ջան։ Չգիտեմ, Մոկ, Դավիթը մեքենա է ուղարկել, հիմա ինձ տանում են, բայց որ պապան գա չասես էլի։ Ոնց չասեմ, բա որ հարցնի ինչ ասեմ։ Դե չգիտեմ, մի բան ասա։ Ինչ ասեմ, ախր գործի ժամ էլ չի։ Դե կասես շտաբ պատվեր ա եղել, կանչել են աշխատանքի։ Իսկ եթե պապան ուզենա հետևից հետ գալ։ Աստղո, եթե ուշ գա, ոչինչ, ասա քնած եմ։ Էլեն, բոլոր դեպքերում շատ չուշանաս, եղավ։ Լավ, Աստղո, մենակ թե հեռախոսը մոտդ կպահես, հա, խնդրում եմ։ Լավ, բալես, բայց դու էլ շատ մի ուշանա, լսում ես, նորից եմ ասում։ Չեմ ուշանում։ Մոդել մենք ցած։ Կներեք, կարա Էմին մեր հետ գա։ Ուր գա։ Կինո, մամաս մեզ կինո ա տանում։ Իսկ որտեղ է հիմա Էմին։ Այն կողմը Նարեկի հետ են խաղում։ Էմի, Էմ կա։ Էմին չգիտի։ Մամաս ասաց, որ ձեզ հարցնեմ, եթե դուք թույլ տաք կգնանք։ Իսկ որտեղ է հիմա մաման։
Այ այնտեղ։ Պլիզ կթողեք։ Ես կխոսեմ մամայի հետ։ Կներեք ինձ ես մի պահ գնամ գամ, հա։ Գնացի։ Գրավիչ ժպիտ եւ գեղեցիկ ատամնաշար ունենալը իմ մասնագիտական հաջողության գրավականներից մեկն է։ Ես այստեղ վստահում եմ բոլորին գլխավորության բժիշկ Սահաբի, ով հաշված ժամերի ընթացքում ակնհայտ կերպով կարող է հրաշքներ գործել։ Hello doctor. Hi Mary, how are you? Welcome to our office. Thank you. Come with me. Ժամանակ մի կորցրեք։ Այցելեք հենց այսօր եւ վստահեք նրան ձեր ատամների խնամքը։ Այդպիսով հավեր ժպիտն ու գեղեցիկ ատամնաշարը կլինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցը։ Superior Tile, Կալիֆոռնիայի ամենամեծ 10,000 square feet տարածքով տների վերանորոգման խանութ սրահ, Tile and Stone, Laminate and Hardwood, Vinyl and Bathroom Fixtures, Sinks, Shower System, ու էլի շատ ու շատ ապրանքներ։ Ներկայացված ցանկացած ապրանք արկա է պահեստում, իսկ քաունթարթափերը արկա են տեղում առանց նախնական պատվերի։ Սիրով սպասում ենք ձեզ։ Superior Tile, ամենացածր գները երաշխավորված են։ Best price, biggest selection, excellent service. Ուշադրություն, սկսվել է ավարտական շրջանը։ Եթե ուսանողական վարկը խնդիր է դարձել, ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում կատարել անգամ նվազագույն վճարը, մի հուսահատվեք։ Դիմեք Student Optimum Services ընկերությանը։ Անկախ ձեր սոցիալական կարգավիճակից, ընտանիքի անդամների թվից, մենք կօգնենք ձեզ օգտվել ԱՄՆ կառավարության կողմից հատկացվող Student Loan Forgiveness ծրագրից, որի օգնությամբ մասնակի կամ ամբողջությամբ կմարվի ձեր ուսանողական վարկը։ Մի հուսահատվեք, շտապեք դիմել մեզ Student Optimum Services։ Դե արի գնանք Ալեքս։ Բանականությունս հուշում ա, որ պիտի տանեմ քեզ, բայց չեմ կարող։ Իսկ ես վախենում եմ հեռախոսս միացնեմ։ Մի միացրա։ Չեմ կարող։ Մեր տանը հիմա դժբախտություն է, իսկ ես տանը չեմ։ Դե դու էլ ասա, որ ճնշում ա քեզ այդ վիճակը։ Ես չեմ կարող խաբեմ։ Բայց չես խաբում այդ տենց, չի։ Տենց է։ Ես ուզում եմ քեզ էլի մի տեղ հրավիրեմ։ Այսօր։ Չեմ կարող, Ալեքս։ Մերժումներ չեմ ընդունում։ Ուր։ Շատ սիրուն մի տեղ։ Լավ համոզեցիր։ Ուզում եմ մի քիչ երկար մնամ քո հետ։ Ուզում եմ այս ամեն ինչը ֆիքսել հիշողությանս մեջ, որ կարողանամ գոնե դիմանամ։ Գիտես, մեկ-մեկ ուզում եմ գնամ ու սոֆային պատմեմ այս ամեն ինչի մասին, ուզում եմ ձեռքիցդ բռնեմ, տանեմ քեզ բոլորին ներկայացնեմ, բայց Ես չէի պատկերացնի, որ երբևիցե կհայտնվեի այս իրավիճակում։ Ինչի նկատի ունես։ Ես միշտ քննադատել եմ այն աղջիկներին, ովքեր վազել են ամուսնացած տղամարդկանց հետևից։ Ու միշտ մտածել եմ հնարավոր է կանգ առնել, բայց ես ոչ մի բան չեմ կարողանում անել։ Սիրտս ուրիշ բան է ուզում, միտքս ուրիշ բան։ Արի ամեն ինչ թողենք սրտին, լավ։ Ես ամեն ինչ թողել եմ Տիրոջը, Ալեքս։ Երբ որ առաջին անգամ գալիս էի Սանտա Մոնիկա, Աստծուց մի բան եմ ընդամենը խնդրել։ Սեր։ Ես ունեցա այդ սերը, բայց այդ այն չէր, ինչ որ ես էի պատկերացնում։ Ու հիմա ես պայքարում եմ հենց այդ սիրո դեմ։ Արի սիրո դեմ չպայքարենք։ Արի սիրո համար պայքարենք։ Իսկ քո ընտանիքը։ Ես կլուծեմ այդ հարցը։ Թող այդ ինձ։ Բայց ես ինձ գողի պես եմ զգում, Ալեքս։ Ու այն ժամանակ, երբ որ ես երջանիկ եմ լինում, ինձ թվում է ինչ-որ մեկը կողքից ինձ ասում է՝ դու գող ես։
Խնդրում եմ։ Արի էլ այդ մասին չխոսենք։ Մի անգամ եւս շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Գնում եք։ Գնում եմ։ Աղջիկս գնաց ընկերների հետ, ես էլ մի քանի ժամ ժամանակ ունեմ, կարծում կհասցնեմ տան համար առևտուրանում։ Իսկ եթե հրավիրեմ քեզ կոֆեի։ Չէ, կներեք չեմ կարող անկեղծ։ Լավ, թող մնա ուրիշ անգամ։ Իհարկե, եթե նորից իրար հանդիպենք։ Կարծում կհանդիպենք։ Աշխարհը կլոր է։ Լավ, տեսնենք։ Չնայած մի բաժակ կոֆե, ավելի ճիշտ green tea մեր պարապմունքի մեջ մտնում է։ Մի մերժի։ Միշտ եք սենց օրիգինալ ձևով համոզում։ Usually ես ոչ մեկին չեմ համոզում։ Ուղղակի քեզ հետ ուզում եի թեյ խմեի։ Այդ դեպքում թող մնա ուրիշ անգամ, եթե իհարկե հանդիպենք, Ռաֆին գալու է ես շատ բան եմ անելու։ Հասկանում եմ։ Կներեք ինձ։ Ես գնամ։ Take care. Let me help you with this first, yeah? Okay. Let's go. Thanks. Merci, որ եկար։ Ես ուղղակի ուզում ասեմ ուրիշ բան չմտածես, որ եկել եմ ես։ Ինչ է ուրիշ բան մտածելու կա, որ այդ ինչ պետք է մտածեի։ Բայց իսկականից որ ինչ պիտի մտածեիր, որ չէ՞։